Դրանցից իհարկե մեկն է վերաբերվում մեր բուն հանձնաժողովի աշխատանքներին, երկուսը ԱԳՆ-ին է վերաբերվում։ Նախ պարոն Միրզյան, որպես նախկին ճեմարանական, ինձ հետաքրքիր է ձեր կարծիքը այն արշավի նկատմամբ, որ սկսվել է Հայաստանյաց Սուրբ Առաքելական եկեղեցու նկատմամբ։ Պարոն Միրզյան, ես այսօր առավոտյան 2 ժամ լսում էի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ձեր պատասխանները խաղաղության համաձայնագրի հետ կապված եւ մի հարցի պատասխան այդպես էլ եւ այս ընթացքում նաեւ չկարողացա ստանալ, որ եթե այդքան լավն էր այդ համաձայնագիրը եւ չկար որևէ նախապայման, որը չի բավարարվել մեր կողմից, ինչու տեղի չունեցավ ոչ թե նախաստորագրում, այլ ստորագրում։ Պարոն Միրզյան, իմ երրորդ հարցը վերաբերվում է այն սկանդալին, որի մեջ հայտնվել էր արտաքին գործերի նախարարությունը, մասնավորապես մի աշխատակցի հետ կապված, որը կասկածվում էր Ադրբեջանի օգտին լրտեսություն անելու, առանց խախտելու որևէ մեկի անմեղության կանխավարկածը։ Այդուհանդերձ ինձ հետաքրքիր է, թե ինչպես է աշխատում ի վերջո արտաքին գործերի նախարարությունը, աշխատողների համար ինչ-որ տրեյնինգներ անցկացվում են, չեն անցկացվում, ինչ աշխատանքներ եք դուք իրականացնում նման դեպքերից, նորից չխախտելով որևէ մեկի անմեղության կանխավարկածը, խուսափելու համար։ Եվ մի հարց էլի ԱԳՆ-ի հետ կապված, պարոն Միրզյան, Բորիս Ավագյանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, սպանված են գտնում Սանկտ Պետերբուրգի մեր հյուպատոսարանում։ Սրա մասին որևէ հստակ մեկնաբանություն, բացատրություն, արձագանք ըստ էության չեղավ եւ նաեւ մեր պատկան մարմինները, եթե չեմ սխալվում, 2 թե 3 օր հետո անդրադարձան տեղի ունեցածին։ Ինձ համար սա մի անհասկանալի իրավիճակ էր, որովհետեւ մարդը փաստորեն փախել էր դատարանից, փնտրելով ապաստարան Հայաստանի Հանրապետության հյուպատոսարանում։ Այդ շենքի պատերից ներս ինքը ապաստարան էր փորձում փնտրել եւ նաեւ պահանջ էր ձևակերպել, որ իրեն արտահանձնեն Հայաստանի Հանրապետություն։ Դա տեղի չունեցավ, փոխարենը մի քանի ժամ անց մարդուն գտան սանհանգույցում եւ մեր հանձնաժողովի մասով բուն։ Տեսեք, ԵԱՏՄ-ն դա միասնական մաքսային տարածք է։ Դա ապրանքների տեղաշարժի, վերահսկման միասնական ռեժիմ է։ Հիմա երբ որ Ադրբեջանից բեռը գալու է Հայաստանի Հանրապետություն, պետք է միակսային վերահսկողության ենթարկվի ըստ էության։ Բայց մյուս կողմից հայտարարվում է, որ վերահսկողություն ըստ էության չի իրականացվելու, անխոչնդոտ է լինելու, գոնե մենք հիմա այդպես ենք հասկանում, նաև հետևելով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։ Սա արդյոք չի հակասում ԵԱՏՄ-ի հիմնական պայմանագրին, առհասարակ թրիփ ԵԱՏՄ, այստեղ կա հակասություն, թե չկա հակասություն։ Այս մասով մեր ԵԱՏՄ գործընկերների հետ զրույցներ, խոսակցություններ եղել են, չեն եղել եւ առհասարակ կարող եք ասել թրիփի մասով երբ է լինելու բացվածքը, որտեղից է սկսվելու, որտեղ է ավարտվելու կահավորումը, ոնց է լինելու, առհասարակ ինքը իրենց ինչ է ներկայացնելու, ինչ ռեժիմ է ներկայացնելու, այսքանը։ Համեցեք պարոն։ Դե Տիկին Խամանյան, կարող եմ միայն ինչ անել, աչքալուսանք ինչ են անում, ընդունել, ողջունել, շնորհակալ եմ, բայց նաև իհարկե կարևոր է տեղեկացնել հանրությանը, որ որևէ կերպ մեր հանձնաժողովի շրջանակներում չհանդիպելը չի խոչընդոտել, որպեսզի մենք կարողանանք ավելի հաճախ հանդիպել եւ քննարկել ձեզ հուսող բոլոր հարցերը, այդ թվում եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի շրջանակներում։ Անդրադառնամ ձեր բարձրացրած 5, եթե ճիշտ հասցրեցի հաշվել հարցերին, ձեր առաջին հարցը հնչում էր հետեւյալ կերպ. որպես նախկին ճեմարանական, ինչպես եմ գնահատում եկեղեցու դեմ արշավը։ Տիկին Խամանյան, ես չհասկացա, այս պատմության մեջ ով էր նախկին ճեմարանականը։ Ես նախկին ճեմարանական չեմ, դուք էլ խիստ կասկածում որ նախկին ճեմարանական լինեք հայտնի հանգամանքների բերումով, հետեւաբար ձեր հարցի
պնդման այս հատվածը չի համապատասխանում իրականությանը։ Երկրորդը դե հայտնի չի, որ ճեմարանական միայն արական սեռի ներկայացուցիչներ են լինում։ Չէ, հայտնի հանգամանք է դա։ Ես ճեմարանական չեմ ձեր տեղեկությունները։ Պարոն Միրզոյան ասում է չի եղել ճեմարանական։ Հնացած են ձեր տեղեկությունները։ Հնացած չեն, ճիշտ չեն։ KGB-ի տեղեկությունները։ Շարունակելով, ցավոք սրտի Տիկին Խամոյան, ձեր հարցապնդման ոչ միայն այս հատվածն էր սխալ, այլև երկրորդ հատվածը եւս հայ առաքելական եկեղեցու դեմ պետության արշավ ուղակի չկա, հետեւաբար ես դա չեմ կարող մեկնաբանել։ Եթե դուք նկատի ունեք հայտնի մեղադրական բանով, մեղադրանքներով կամ կասկածով, նույնիսկ ճիշտ իրավական ձևակերպումները շատ լավ չգիտեմ, հոգեորականների մի քանի հոգեորականների ձերբակալությունը, կալանքը, չէ, կալանքա կիրառված, ապա այստեղ կարող եմ ասել, որ որևէ մեկը Հայաստանի Հանրապետությունում օրենքից վեր չի, վերջո այդքան ասում ենք օրենքի առջև բոլոր հավասար են, բայց ինքներս չհավատանք դրան, միշտ ամեն անգամ, երբ որ մեկ էլ կասեն, եթե ինչ որ գիտեք, երբեմն ամենազավեշտ տարիներն է մեղսագրվող արարքի մեղքի խոստովանությամբ նույնիսկ այդ մեղադրվող անձի կողմից, կողմից նույնիսկ խոստովանության պարագայում կասեն, եթե լինում է ձերբակալություն, կալանք, վճիռ որևէ, կասեն, ինչպես կարելի է, այսինքն չգիտեմ, հայտնի դիրիժորին, հայտնի նկարչին բան անել։ Մեր լուսամշակութային շատ լավ ողջ հարգանքով հանդերձ, եթե այդ արարքը կատարվել է, նայել ընդունում է եւ օրենսգիրքն նախատեսում է այդպիսի սանկցիա զուտ այն բանի բերումով որ այդ մարդը նկարիչ է կամ անվանի չգիտեմ բանաստեղծ է ուրեմն ինքը կարա չափազանցնում եմ խտացնում եմ գույները որպեսզի հանգարց չասոցացնե կոնկրետ մարդկանց հետ ուրեմն լավ նկարիչը կարա գողություն անի կարա մարդ սպանի օրենքի առջև բոլորը հավասար են այդ թվում եւ սխալ բան եմ ասում պարոն Նազարյան հա հետեւաբար կլինի դա ինձ ինչքանով հասցրել եմ հետևեմ շատ մանրամասն չգիտեմ օրինակ հեղաշրջման կոչի բանը քաղաքական հարկադրանքը բանի քաղաքական ակցիաներին մասնակցելու այդ մասին էլ կարծես թե ինչ որ բան եղավ հանրային անդրադարձ գերակա մեղմ ձևակերպումներ ասում որոշակի կազմակերպություն տվյալ դեպքում հայ առաքելական եկեղեցում ավելի գերակա հիերարխիայի մեջ գերակա դիրք ունեցողի կողմից հարկադրանք ավելի ցածր աստիճանի վրա կանգնած սպասավորներին ընտանիքի անդամների հետ մասնակցել քաղաքական ակցիաների եւ այլն որքան գիտեմ իմ իրավաբանական շատ մակերեսային գիտելիքները եթե ինձ թույլ են տալիս եթե ճիշտ են դրանք ինձ թույլ են տալիս ասել որ սրանք հարցեր են որոնց հետ պետությունը պետք է գործ ունենա չի կարող անտեսի հետեւաբար վերագրել այս հարցերը եկեղեցու դեմ արշավ դարձնել անվանել մի քիչ շատ մեծ բան է ինչ անունը ուրճացում է եւ չափազանցություն որը մեկը հերթական ներողություն եթե անկեղծ ենք խոսում ձեր քաղաքական ուժի կողմից փչած զանազան տարբեր փուչիկների պես առաջիկա մի օր կպայթի։ Հետևաբար առաջին հարց, ես ամբողջ ուզեմ ասել, որ ես ձեր առաջին հարցին չեմ կարող պատասխանել, որովհետև ձեր առաջին հարցը ճիշտ չի ձևակերպված, մեջ շրջապարունակող տեղեկությունները սխալ են։ Ինչու նախաստորագրում ոչ թե ստորագրում։ Եվ եթե այդքան լավներ ինչու չենք ստորագրում։ Գիտեք, հանրահայտ բան է, նախ մեր նպատակը ի վերջո ստորագրմամբ կլինի, նախաստորագրմամբ կլինի, վերջում վավերացմամբ կլինի խաղաղության հաստատումն է։ Հիմա տեղ ունեցել մի միջոցառում, որի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների, այդ թվում ստորագրված հռչակագրի, ինչպես նաև ձեր հիշատակած պայմանագրի նախաստորագրմամբ հաստատվել է խաղաղություն։ Եվ ոչ մեծ ստորագրություններով այդ նույն հանձնառությունը հաստատում արվել է անմիջապես այդ ստորագրման արարողակարգի արարողությունից հետո մամուլի ներկայացուցիչների հետ շփման ընթացքում եւ մինչ այսօր տարբեր առիթներով արվում է բոլոր կողմերը, որոնք մասնակցել են այդ միջոցառմանը, վերահաստատում են իրենց
վերահաստատում են, որ խաղաղություն է հաստատված եւ վերահաստատում են իրենց հանձնառությունը շարունակաբար պահել եւ զարգացնել այդ խաղաղությունը։ Հետևաբար, եթե ձեր ակնարկը այնա կամ կողմնակի հետևանքը ձեր ենթադրած ձեր ասացի այնա, որ քանի որ նախ աստորագրում էր, հետեւաբար դա ավելի պակաս արժեք ունի, ավելի պակաս կարևոր իրադարձություն է, ավելի պակաս իրադարձություն է, որի վրա կարելի է վստահորեն հենվել եւ առաջ գնալ, ապա դա մի քիչ այդպես չի։ Միևնույն ժամանակ չեմ ուզում հերքել, շղթել եւ չեմ էլ կարող, որ կա նաեւ այլ նրբերանգ ևս, որի մասին բոլորը քաջատեղյակ են ստորագրման համար Ադրբեջանը առաջ է քաշում մի պայման, որը մեզ համար այդ մատուցմամբ որպես Հայաստան-Ադրբեջան խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման կամ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու պայման եւ օրակարգի մաս քննարկվելիք, պայմանավորվելիք չի հանդիսանում, այն է Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխության հարցը, մենք գիտեք, նորություն չենք ընդունում սա եւ մենք մեր պատկերացումներ ունենք, չեմ ուզում նորից թվարկեմ, ինչևէ կարծում եմ ամեն ինչ այստեղ ասված է եւ էլի փաստը, որ նախաստորագրում է տեղի ունեցել, ոչ թե ստորագրում, ամենևին չի նսեմացնում կարևորությունը տեղի ունեցածի, որովհետև մեծ հաշվով նպատակը, որին ձգտում ենք, որը դրված էր հաստատել խաղաղություն, իրականացված է, եւ գիտեք նույնիսկ մեկնաբաններ կան, որոնք ասում են, որ հաշվի առնելով այդ, որ հաստատված է, հաշվի առնելով նաեւ նախագահ Թրամփի անմիջական մասնակցություն եւ հետաքրքրություն, հաշվի առնելով, որ ամբողջ աշխարհը ողջունեց խաղաղության հաստատումը այդ փաստով, հիմք է տալիս որոշ մեկնաբանների ասել, որ հետագա ստորագրումը նույնիսկ կարող է այդպես տեխնիկական գործընթաց թվա, հիմնական իրադարձությունը հենց այդ նախաստորագրումներ եւ հռչակագրի ստորագրումներ, որը տեղի ունեցավ։ Երրորդ հարցը լրտեսության հետ կապված, գիտեք, նաեւ ազգային ժողովում աշխատակիցներ եւ դուք падգամավորները ստորագրում եք բան, չէ, գաղտնիության պահպանման մասին իրավունք եք ստանում որոշակի աստիճանի գաղտնիության փաստաթղթերի հետ առնչվելու, կարդալու եւ այլ, եւ ստանձնում եք որոշակի պարտավորություններ։ Հիմա մոտավորապես նույն բանը տեղի ունենում օրինակ դիվանագիտական ծառայության համակարգում մարդուն բացատրում են իր նոր հնարավորությունները, իրավունքները եւ ըստ դրանցից բխող պարտավորությունները մարդը ստանձնում է, մարդը ստորագրում է, աշխատանքային պայմաններ առավելագույնս չեմ ուզում շատել բանն մանրամասն ասել, ընդհանուր մինչեւ տեխնիկական, ընդհանուր մինչեւ սենյակային պայմանների մասին է, հա, խոսքը կազմակերպված են այնպես, որ առավելագույնս տեղեկատվության պահպանումը, գաղտնի տեղեկատվության պահպանումը եւ չնայած անկեղծ ասած ոչ միայն գաղտնի, նույնիսկ ասենք ԱԳՆ-ում շատ մեծ լրջությամբ են վերաբերվում տեղեկատվությանը, հատկապես գաղտնի տեղեկատվության պահպանումը առավելագույնս ապահովված լինի։ Անշուշտ սրանից անդին հիմա չարամիտ մտադրության դեպքում միշտ էլ ինչ որ մի բան ինչքան բոլոր միջոցներն է ձեռք առնես, հիմա սպանությունները արգելված են, չէ, եւ զարգարորեն դատապարտել են գողությունը, բայց տեղի ունենում են ցավոք սրտի եւ ոչ ոք երաշխավորված չի։ Սա իհարկե մեր համար նաեւ իհարկե չխախտելով անմեղության կանխարգելը, նաեւ մեր համար որոշակի առիթ եղավ եւս մեկ անգամ, այսինքն այդ համակարգերը վերանայելու, հավելյալ ապահովության միջոցներ ձեռք առնելու Սանկտ Պետերբուրգի այդ ողբերգական իրադարձության հետ կապված երկքաղաքացիություն ունեցող անձը մտել է ուրեմն այո քաղաքացիություն ունեցող անձը մտել է մեր գլխավոր հյուպատոսություն եւ խնդրել ապաստան նա հնարավորություն ունեցել մնալ հյուպատոսությունում, այսինքն գիշերել այնտեղ եւ առավոտյան երբ որ գնացել է Սանհանգույց, այսքանը ինչքան որ ինձ հայտնի է չլինելով իրավապահ համակարգի բան, հա, ներկայացուցիչ եւ չիմանալով հետագա ուրեմն նախաքննական մանրամասները առավոտյան ցանկություն է հայտնել գնալու Սանհանգույց
Եվ երբ որ տարօրինակ է թվացել նրա այնտեղից դուրս չգալը, արդեն դուրս ծեծել, հարցնել եւ այլն, արձագանքի բացակայություն, որից հետո կանչել արտակարգ իրավիճակներից եւ արդեն պարզվել, որ մարդը առերևույթ ուրեմն ինքնասպանության նմանվող գործողության հետևանքով զրկված է կյանքից, մեր մարմինը հայտնաբերել են, որից հետո արդեն ինչպես եւ հարկն է ներգրավվել են ՌԴ իրավապահները, քանի որ ասենք ուղղակի անմիտ է սпасել մինչև այստեղից կգնային մեր իրավապահները, որից հետո արդեն մեր իրավապահները որքանով տեղեկացված են, արդեն համատեղ ՌԴ իրավասու մարմինների հետ պետքա բոլոր պատշաճ գործողությունները իրականացնեն, մնացած հարցերին իսկապես այլ որևէ դետալի իրոք չեմ տիրապետում եւ ինձ իրավունք չեմ վերապահել փորձել իմանալ, կան իրավասու մարմիններ, որոնք զբաղվում են դրանով, այսինքն մենք այնքանով ենք ներգրաված, որ դիվանագիտական ներկայացությունում է տեղի ունեցել այդ ամենը, երևի իմաստ ունի իրենց հարցնել, անխոչնդոտ վերահսկողություն, անխոչնդոտի մասին մենք բազմից առիթ ունեցանք խոսելու, հիմա ասում եք նորից երևի անհրաժեշտություն կա անդրադառնալ, այդ անխոչնդոտի մասին մենք միասին բազմաթիվ ուրեմն միջազգային պայմանագրեր ունենք ստորագրած, անխոչնդոտը որևէ կերպ չի սահմանափակում մեր ինքնիշխանությունը կամ իրավազորությունը այդ ենթակառուցվածքների նկատմամբ, թերևս շատ բան այստեղ չկա ասելու, բայց այն մյուս կտորով եմ ուզում անդրադառնալ ձեր ասածին, ԵԱՏՄ թրիփ եւ ինչա թրիփ ընդհանրապես ինչա արվում հիմա։ Հիմա նայեք, մեծ համատեքստը, էլի շատ կարևոր է սկսել ստեղից։ Ապա շրջափակվում են բոլոր ենթակառուցվածքները, պարզ արդեն բոլոր միանգամից կարող է ֆիզիկապես տեղի չունենա կամ բոլոր աշխարհագրական հատվածներում, բայց ընդհանրապես ապա շրջափակվում են ենթակառուցվածքները Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, ապա շրջափակումը տեղի է ունենում հայտնի սկզբունքների շրջանակներում, տարածքային ամբողջականություն, սահմանների անձեռնմխելիություն, ինքնիշխանություն ենթակառուցվածքների նկատմամբ եւ մնացած բոլոր ատրիբուտները եւ իրավազորությունը երկրների այդ ենթակառուցվածքների նկատմամբ իհարկե նաեւ փոխադարձությունը։ Հիմա այդ իրավազորությունը շատ բան է ասում, էլի, այդ մի բառ է այդտեղ գրված, բայց իրանից կարելի է բխեցնել բազմաթիվ հանգամանքներ, բայց այս բան համաձայնեցված է այնքանը, ինչքանը որ գրված է, ինչքան որ հայտնի է ձեզ։ Մնացածի շուրջ մենք դեռ պետք է այն կտորը, որ անցնելու է Հայաստանի հարավով եւ ի թիվս այլ գործառույթների, օրինակ, կապելու է Հայաստանը այլ երկրների հետ, օրինակ, կապելու է այլ երկրների հետ այդ մեր տարածքով, եւ իհարկե կապելու է այդ նույն կտորով Ադրբեջանը Նախիջևանի հետ, այդ կտորը մասով իրականացվելու է թրիփ նախագիծ թրիփ ուղին է կյանքի կոչվելու, ինչա լինելու թրիփը, ասեցի, համաձայնեցված այն ինչ որ հայտնի է ձեզ։ Հիմա մնացածի համար պետք է տեղի ունենան եւ տեղի են ունենում ՀՀ-ԱՄՆ բանակցություններ։ Ենթադրաբար ստեղծվելու է հայ-ամերիկյան որևէ ընկերություն, որը ունենալու է իրավունք իրականացնել կառուցապատում այդ հողակտորի վրա եւ հետո իրականացնել շահագործումը։ Այսքանը թերևս ուրիշ բան, այսինքն մնա տեխնիկական լուծումները իհարկե պետք է դեռ քննարկվեն, հստակեցվեն, բայց ինչպիսի լինեն այդ տեխնիկական լուծումները արդյունքում, դրանք լինելու են նշածս արդեն սկզբունքների շրջանակներում արտառոց որևէ բան ոչ պետքա սпасել, ոչ պետքա գուժել, ոչ պետքա, չգիտեմ, այլ որևէ իհարկե, այո, Հայաստանը ԵԱՏՄ, այստեղ ճիշտ է դիտարկումը, Հայաստանը ԵԱՏՄ տարածք է, ճիշտ է։ Ադրբեջանը ոչ։ Նույնքներ Վրաստանը ոչ։ Հետո հետեւաբար, եթե որևէ բեռ, եթե որևէ շարժակազմ, չգիտեմ, վագոն, հա, հատում է Հայաստանի սահմանը Ադրբեջանից, Վրաստանից, Իրանից, ասենք օրինակ, դա հատում է ոչ միայն Հայաստանի սահմանը եւ մտնում Հայաստանի տարածք, այլև ԵԱՏՄ սահմանը եւ մտնում է ԵԱՏՄ տարածք, ճիշտ է։ Հետեւաբար բոլոր այն պարտավորությունները, որը Հայաստանի Հանրապետությունը ունի ԵԱՏՄ անդամ լինելով, այսինքն այդ բոլոր կարգավորումները, որը նման դեպքերի համար նախատեսված են, այդ կարգավորումները կիրառելի են։ Դրանց շրջանակներում դրանցից անդին ինչա հնարավոր անել անցումը հեշտացնելու, արագացնելու
ապա պակաս ֆիզիկական կոնտակտի, չգիտեմ, բեռները սկաներով բանանելու, ստուգելու կամ չեմ իմանում, ուղևորների դեպքում կլինի կամ մեքենավարների դեպքում բիոմետրիկայով անձի հաստատում եւ այլն, ինչ հնարավոր անել դրանց շրջանակներն ու բարձրությունների համար իհարկե մենք պատրաստ ենք քննարկել եւ անել, որտեղ մենք էլ ենք այդ արագության եւ բանի մեջ շահագրգռված, ոնց որ թե բան բաց չթողեցի դեպի։ Ի հավելում են պարոն Միրզյանի, այս ԵԱՏՄ-ի մասով նշեմ, որ նաեւ մեր Ռուսաստանի Դաշնության գործընկերները ամենաբարձր մակարդակով շատ դրական են դիտարկում այս ապաշրջափակման փուլը եւ ԵԱՏՄ անդամ լինելով, օրինակ մենք Իրանի հետ եւ բազմաթիվ այլ երկրների հետ ունենք ազատ առևտրի համաձայնագրեր, որոնցով որ կարգավորվում է, օրինակ Իրանի հետ Հայաստանը միակ ԵԱՏՄ անդամ երկրն է, որ ունի ցամաքային սահման եւ սա մեծագույն առավելություն է մեզ համար, ես կարծում եմ այս Տրամպի ուղին եւս այո մեզ հավելյալ շատ մեծ առավելություն է տալու նաեւ ԵԱՏՄ տարածաշրջանում մեր դիրքավորման եւ գործունեության համար։ Համեցեք արձագանք։ Շնորհակալ եմ, պարոն Միրզյան, սկսեմ վերջից։ Ինչի համար է ԱՄՆ-ն միջոցներ տրամադրում։ Կոնկրետ ինչի համար։ Բացվածքը երբ ենք ունենալու։ Երբ որ ասում եմ թրիփը որտեղից է սկսվելու, որտեղ է ավարտվելու, կահավորումը ոնց է լինելու։ Սրանք բազմաթիվ հարցեր են, որոնց անունը դուք դրել եք տեխնիկական հարցեր են, բայց ըստ էության սատանան սովորաբար միշտ մանրուքների մեջ է լինում։ Նորից եմ ասում, Հայաստանի Հանրապետության տարածքը սահմանները, դրանք նաև մաքսային սահմաններ են։ Դուք մյուս կողմից ասում եք, որ Ադրբեջանը անխոչնդոտ պետքա ճանապարհ տրամադրվում իրան, ավելին Նիկոլ Փաշինյանը ասում է մենք այնքան հեռուն պետքա գնանք, որ մարդ չլինի, մաքսավոր չլինի, կամերաներ լինեն, տեխնիկա լինի եւ այլն եւ այլն։ Հիմա սա ուզում եմ հասկանալ, որքանով է համադրելի այն բոլոր կանոնակարգերին եւ կարգավորումներին, որոնք մենք ունենք ԵԱՏՄ-ի շրջանակներում։ Այս բոլոր հարցերը ԵԱՏՄ գործընկերների հետ քննարկվել են թե չեն քննարկվել, չեն քննարկվել, որովհետև դեռևս այն ձեր նկարագրած տեխնիկական մասերը դեռևս նաև ձեզ համար հասկանալի չեն, այս սրա մասին է իմ խոսքը, որովհետև իմ տպավորությամբ ԵԱՏՄ-ի ճարտարապետությունը ըստ էության ամբողջությամբ խաթարվում է, մեղմ ասած խաթարվում է եւ ստեղծվում է համաձայնվեք, որ ստեղծվում է բոլորովին նոր իրավիճակ եւ նոր իրականություն։ Կարծում եմ չեք կարող սա հերքել։ Ինչպիսին է լինելու հետագա ընթացքը։ Գուցե օրինակ դուք առաջարկություն բերեք վաղը մյուս օրը, որ թրիփը կայացած է ԵԱՏՄ-ից օրինակ դուրս ենք մենք գալիս։ Պարոն Միրզյան, ես ճիշտ հասկացա, որ դուք ասում եք, որ նախ Բորիս Ավագյանի սպանության մասով սպանության կամ ինքնասպանության մասով ձեզ մոտ առնվազն որպես արտաքին գործերի նախարար այդ հանգամանքները կասկածներ ձեզ մոտ չեն հարուցել, որովհետև իրավիճակը մեղմ ասած խիստ տարօրինակ էր։ Օրինակ ինձ մոտ բազմաթիվ հարցադրումներ են առաջացել, սկսած այդ լուսանկարում, չգիտեմ, մարդու մարմնի դիրքից եւ այլն։ Բազմաթիվ հարցադրումներ են առաջացրել։ Նորից եմ ասում, ձեզ որպես արտաքին գործերի նախարար շատ ավելին հետաքրքիր չի, թե ինչ է տեղի ունեցել հյուպատոսարանի շենքում։ Լրտեսների մասով ես հասկացա, որ շատ կարճ ըստեյության արձագանքեցիք, որ որևէ երաշխիք չի կարող լինել, որ ինչ որ մեկը կարող է զբաղվել լրտեսությամբ կամ չի զբաղվի։ Համաձայնագիրը ստորագրելու մասով Եվ շնորհակալություն, որ անկեղծ գտնվեցիք եւ ասեցիք, որ կամ իմ նախապայման ըստ էության, կամ մի պայման Ադրբեջանի, որը մենք չենք կատարել եւ դրա համար էլ համաձայնագրի ստորագրում տեղից չի ունեցել, խոսքը սահմանադրության փոփոխության մասին է։ Դա պարզ հայտնի ճշմարտություն է։ Ես նկարագրեմ սցենարը։ Առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ Քարոզարշավի ժամանակ գնալու եք, քաղաքացիներին ասելու եք, սիրելի հայրենակիցներ, ձայն տվեք մեզ, որ գանք սահմանադրությունը փոխենք, համաձայնագիրը ստորագրենք, դուք էլ գոհ ու երջանիկ կապրեք։ Ակնհայտ է, թե որ սցենարով եք դուք գնալու։ Բայց ես այստեղ ուրիշ հարց ունեմ ձեզ։ Ադրբեջանը իր սահմանադրության մեջ տարածքային պահանջներ ունի մեր նկատմամբ,
Օրինակ ինձ հետաքրքիր է այդ կուլիսային քննարկումների ժամանակ երբևէ այդ հարցը բարձրաձայնել եք, թե դուք ինչի չեք փոխում ձեր սահմանադրությունը եւ ամենաբարձր մակարդակով որպես նախապայման դա առաջ քաշել եք, թե չեք քաշել։ Եվ եկեղեցու մասով, պարոն Մյուրզյան, ես անկեղծ եմ ասում, տեղեկատվությունը գոնե մամուլում այդպիսին է եղել եւ վստահ եմ շատերը կարծել են, որ դուք ջեմարանում եք սովորել եւ կիսատ եք թողել ուսումը։ Հիմա դուք ասում եք, որ ջեմարանում չեք սովորել, ինչևէ։ Երբ ես ասում եմ, որ իշխանությունները արշավ են սկսել եկեղեցու դեմ, ես նկատի ունեի նախ եւ առաջ երեկվա fake պատարակը թույլ տվեք ասել, որին մասնակցում էր Նիկոլ Փաշինյանը եւ ուրախ եմ, որ ձեզ այնտեղ չտեսա, որը իրականացնում էր կարգալույծ եղած հոգեվորականը։ Պարոն Միրզոյան, դուք մի կառավարության մի կաբինետի պաշտոնյա եք, որի ղեկավարը հայտարարում է, որ կառավարությունը ես եմ։ Եվ իրավական ու միջազգային հարցերով պատասխանատու մասնագետին, ով մասնագիտական կարծիք է տվել, որը շեղվել է Նիկոլ Փաշինյանի կարծիքից եւ տեսակետից եւ քիմքից, հեռացնում է նույն պահին աշխատանքից, րոպեների ընթացքում հեռացնում է աշխատանքից։ Հիմա մեր սահմանադրությամբ եկեղեցին անջատ է պետությունից։ Եթե եկեղեցին անջատ է պետությունից, պետությունը ինչա խառնվում եկեղեցու գործերին եւ ասում է, որ դու չպետք է այսինչ հոգեվորականին կարգալույծ անես կամ չանես։ Սրբազանների ձերբակալությունների մասով, կալանավորումների մասով, մասնավորապես Միքայել Սրբազանի մասով, պարոն Միրզոյան, Միքայել Սրբազանը մեղադրվում է միջին ծանրության հանցագործության համար, որով կա նախադեպային վճիռ եւ պատիժը գիտեք որն է եղել, ընդամենը տուգանքը, եթե չեմ սխալվում, 400,000 դրամ։ Իսկ Միքայել Սրբազանը դատապարտվել է 2 տարի ազատազրկման, ավելին մեր սիրելի դատախազությունը, ձեր սրտի դատախազությունը բողոքարկել է եւ պահանջում է 2 տարի 6 ամիս ազատազրկում։ Այս արշավի մասին է խոսվում, որը ակնհայտ է, ել չեմ խոսում այն անբարոյական իրավիճակը, որ եղավ 2 օր առաջ, այն նկարահանումներ, չգիտեմ, կեղծ թե իրական տեսանյութեր, որ սպրտվեցին համացանցով, իսկ նման բան միայն կարող անել միանշանակ իշխանությունը իր ուժային կառույցներով։ Շնորհակալ եմ։ Նախ շատ կներեք, պարոն Միրզոյան, Տիկին Խաման, ես ձեզ խնդրում եմ, որպեսզի դուք օրինակ հետևեիք, թե 3 լրագրողները ինչպես էին հարձակվում որոշ քաղաքացիների վրա, որոշ պաշտոնյաների վրա, ովքեր որ Հովանավանքում պատարակ էին մասնակցում։ Եվ չեմ ուզում շատ այս թեման խորացնենք, բայց հետո նոր գնահատական։ Օրինակ ես որ դուք նշում եք միայն իշխանությունը իր լծակներով կարող է այդպիսի բան անել, դա օրինակ ես դատապարտում եմ նման տեղեկատվության հրապարակումը եւ լսել եմ բազմաթիվ գործընկերների կարծիքներ, ովքեր եւս դատապարտում են, խնդրում եմ այդպիսի բաներ մի ասեք։ Եվ ընդհանրապես պարոն Միրզոյան, հուսամ նաեւ զգացիք, թե ինչքան շատ էր ընդդիմությունը կարոտել ձեր ներկայությունը մեր հանձնաժողովում, որովհետեւ արդեն մոտավորապես 1 ժամի կարգի 1 ժամից մի քիչ Տիկին Խամայանի եւ ձեր հարցոպատասխանն է ընթանում։ Շնորհակալություն։ Դե պարոն Հակոբյան, այդ կարոտը ընդհանուր առմամբ դրական բան է, բայց անկեղծ ասած այս խոսակցությունը իմ համար գնալով անհետաքրքիր է դառնում, որովհետեւ եթե կա գաղափարական առողջ տրամաբանական շղթա, փաստակներ, հակափաստակներ, բայց այնենց խոսակցության ամեն կողմը ենթադրում եմ ես առնվազն բավականություն եմ ստանում այդ դեբատից նաև ցավոք սրտի դա երևի կիրառելի նկարագրություն չի այս դեպքի համար, որովհետև ակնհայտ խեղաթյուրումներ են կանում կամ բաներ ենք ասում, որ տենց չի, բայց ինձ թվում է բարձր ասելով եւ շշուտ ասելով կարանք համոզենք կողքիներին, որ դա ճշմարտություն է, բնավ այդպես չի։ Հիմա եկեղեցու դեմ արշավ եք ասում եմ
Չկա եկեղեցու դեմ արշավ, ասում է կա, բայց լավ է դուք չէիք գնացել։ Այ որ ես գնա, ես այդ ամեն ինչի շատ մանրամասն իմանա, երևի կարելի է ասել, որ այս կուսակցության բոլոր ներկայացուցիչներն են, այդ կարող է նշանը լինի, որ չգիտեմ, ինչ որ համակարգված արշավ։ Բայց նաև ուզում եմ ասել, որ բանը կհիշեք վարչապետը քանի անգամ հրապարակային